Ուժեղ Հայաստան կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Արտաշատում կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել է սահմանների ապաշրջափակման եւ երկրի տնտեսական զարգացման իրենց տեսլականը։ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանին անհրաժեշտ են գործընկերներ, որոնք կսպառեն հայկական արտադրանքը, փաստելով, որ հիմնական շուկաները մնում են Ռուսաստանն ու արաբական աշխարհը։ Բանախոսը քննադատել է գործող իշխանություններին Եվրամիության հետ տնտեսական կապերը չզարգացնելու համար, մատնանշելով, որ դեպի Ֆրանսիա արտահանման ծավալները նվազել են, մինչդեռ Ռուսաստանի ուղղությամբ դրանք 400 անգամ ավելի մեծ են։ Նարեկ Կարապետյանը հավաստիացրել է, որ իրենց առաջնորդությամբ Հայաստանը վարկերից ու տրանսֆերտներից կախված գնորդ պետությունից կվերածվի հզոր արտահանող երկրի։ Մենք կողմ ենք ապաշրջափակմանը, մենք կողմ ենք Հայաստանի սահմաններում առևտրի աճին։ Իհարկե հիմնականում Թուրքիայի հետ, որպեսզի Թուրքիայով ելք գործենք դեպի եվրոպական շուկա։ Բայց պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն, որպեսզի թույլ չտա գյուղմթերք օրինակ թուրքական գա եւ ոչնչացնի հայկական գյուղացուն։ Մենք Արտաշատում ենք հիմա գտնվում, որպեսզի ձեզ պարզ լինի, Թուրքիան սուբսիդավորում է գազի 50%-ը իր գյուղացիների համար։ Գազի 50%-ը Թուրքիայի պետությունն է վճարում իր գյուղացիների համար, իր ջերմոցների համար։ Էլեկտրականության 50%-ը պետությունն է վճարում։ Այդ պարագայում եւ նաեւ նրանք հայտնի է Եփրատ գետի վրա ստեղծում են ջրամբարներ, ջրի խնդիր չունեն։ Նրանք հնարավորություն են ունենալու այս սուբսիդիաներով էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը, գյուղացիներին մատնել աղքատության։ Դրա դեմ պայքարելու մի ձև կա՝ պաշտպանել տեղական արտադրողին, տանել լավ տնտեսական քաղաքականություն, ունենալ առաջնորդ, որը կարողանում է չէ ասել այնտեղ, որտեղ մեզ ձեռնտու չէ, եւ հա ասել այնտեղ, որտեղ կա հայկական շահ։